18-րդ դարի երկրորդ կեսին հայկական առևտրային էլիտան տիրապետում էր հսկայական ֆինանսական միջոցների։ Հնդկաստանի, Պարսկաստանի եւ Եվրոպայի հայ վաճառականները կառավարում էին միլիոնների հասնող կապիտալներ, սակայն կար մի ցավոտ պարադոքս։ Այդ հսկայական հարստությունը հազվադեպ էր ներդրվում Հայաստանում։ Հայ գործարարները նախընտրում էին իրենց փողերը պահել եվրոպական բանկերում կամ ներդնել օտարերկրյա նախագծերում, քանի որ հայրենիքում չկար ամենակարևորը անվտանգություն եւ իրավական պաշտպանվածություն։ 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամի Շահամիրյանի կողմից մշակում է Որոգայթ փառած աշխատությունը, որտեղ հեղինակը ներկայացնում է ոչ միայն հայկական պետության կառավարման, այլ նաեւ ներդրումային միջավայրի գրառչության հայեցակարգ։ Որոգայթ փառացի գլխավոր տնտեսական թեզն այն էր, որ առանց սեփականության իրավունքի բացարձակ պաշտպանվածության ոչ մի տնտեսական թռիչք կամ կապիտալի ներհոսք հնարավոր չէ։ Այս սկզբունքն է, որ թույլ է տալիս բիզնեսին անցնել երկարաժամկետ պլանավորման եւ ներդրումներ անել հիմնարար ենթակառուցվածքների մեջ։